Իմ կարծիքով ռազմական սցենարի հավանականությունը շատ չնչին է, որովհետև դա երկու կողմերի համար էլ խիստ ռիսկային եւ վտանգավոր է եւ իրադարձությունները կզարգանան կամ բանակցությունների միջոցով կամ էլ այս ստատուս կվոն կպահպանի, ոչ բանակցություն կվարեն, բայց ոչ էլ ինչ որ նոր զարգացումներ տեղի կունենան, որովհետև իրականում 3 կամ 3 չի առաջ օրը Իրանում եւս մեկ նոր հրթիռային քաղաք բացեցին։ Իրանը շատ հզոր ռազմական տերություն է, մի տարբեր տվյալներով 1 միլիոնից ավել հրթիռ ունի, շատ լուրջ հրթիռներ, բալիստիկ եւ այլն, նաեւ մի քանի հազար կիլոմետր խոցող, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել եւ Իրանի հարևանության, Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազաների եւ նաեւ ինչպես նաեւ Իսրայելի համար։ Այնպես որ Իրանի հետ ռազմական լեզվով խոսելը նաեւ ԱՄՆ-ի շահերից չի բխում իմ կարծիքով։ Հիմա ինչն է խնդիրը։ Իրանը ուզում է գնալ բանակցությունների միջոցով լուծել այս հարցը։ Իրանը պահանջում է, որ իր վրայից հանվեն պատժամիջոցները, որովհետև այս ծանր պատժամիջոցները ամերիկյան առավելագույն ճշմարտ քաղաքականությունը ուղղակի կատվածահար է արել Իրանի տնտեսությունը։ Երեք Իրանի ազգային արժույթը պատմական հակառեկորդ սահմանեց, հերթական անգամ արժե զրկվեց եւ այս պայմաններում այս միտումները շարունակվելու են։ ԱՄՆ-ն շարունակելու է այս քաղաքականությունը, ԱՄՆ-ն ամեն ջանում է, որ դոլարային, այսպես ասեմ, ներկրումները Իրանի տնտեսություն սահմանափակվի, փորձում է սահմանափակել իրանական նավթի արտահանումը, վերջերս ամերիկյան ճնշմամբ Իրաքի կառավարությունը հրաժարվեց Իրանից էլեկտրաէներգիա գնելուց, որը նույնպես դոլարային աղբյուր էր Իրանի համար։ Մի խոսքով, ԱՄՆ-ն ամեն ջանում է, որ Իրանի տնտեսությունը կաթվածահար լինի եւ Իրանն էլ իրոք այսօր տնտեսական շատ լուրջ խնդիրների է բախվում։ Ստեղ բայց հարցն այն է, որ Իրանում ուզում են գնալ լուծման, այդ թվում նաեւ միջուկային նոր գործարքի, բայց իրենք հաշվի են առնում նաեւ իրենց պատմական փորձը, ոչ հեռու անցյալի պատմական փորձը։ Եթե հիշում եք 2015 թվականին Բարակ Օբամայի օրոք ստորագրվեց միջուկային համաձայնագիրը, որով որ Իրանի միջուկային օբյեկտների, Իրանի միջուկային գործունեությունը խիստ սահմանափակվեց, դրեց ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության ներքո, դրա փոխարեն բազմաթիվ պատժամիջոցներ Իրանի վրայից հանվեցին եւ Իրանի տնտեսությունը սկսեց շնչել։ Բայց հետո տեղի ունեցավ անսպասելին ԱՄՆ-ի իշխանության եկավ Դոնալդ Թրամփը 2016-ին եւ 2 տարի անց 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԱՄՆ-ն միակողմանիորեն ընդ որում այդ միջուկային համաձայնագրից եւ հիմա իրենք ասում են, եթե մենք հիմա էլ գնանք մի հատ ստորագրենք նոր միջուկային գործարք Իրանը, որովե երաշխիք կա, որ նույն այդ Թրամփը կամ նրան հաջորդած նախագահը դուրս չի գա այդ համաձայնագրից, չկա։ Դրա համար իրենք էլ իրենց մտավախությունները եւ զգայունությունները ունեն եւ պահանջում են այնպիսի գործարք Իրանը չի մերժում գործարք ընդհանուր առմամբ, բայց իրենց բայց իր պայմաններն է իր պայմաններն է դնում, պիտի այնպիսի երաշխավորված գործարք լինի, որ ԱՄՆ-ն չկարողանա այլևս միակողմանիորեն դուրս գալ այդ համաձայնագրից։ Ձեր ասացից երկու հարց, ասացիք կողմերին ռազմական լուծումը ձեռնտու չէ։ Այստեղ դուք նշում եք ԱՄՆ-Իրան, բայց մենք չմոռանանք Իսրայելի գործոնը, որը տարբեր վերլուծաբանների կարծիքով ամեն ինչ անում է, որպեսզի իրադարձությունները զարգանան հենց ռազմական լուծման ճանապարհով, այսինքն Իսրայելը ունենա հնարավորություն հարվածելու Իրանին, եւ երկրորդը հրթիռների մասով։ Մենք նախկինում տեսանք, որ Իսրայելի ուղղությամբ արձակված մեծաթիվ հրթիռներ ուղղակի աննպատակ եղան, այսինքն նրանք չծառայեցին նպատակին։ Հիմա այդ հրթիռների արսենալին կարևորություն տալը որքանով է օբյեկտիվ։ Տեսեք, իրականում այո, ճիշտ եք նշում, Իսրայելը փորձում է պատերազմի մեջ ներքաշել ԱՄՆ-ին, պատերազմ սանձազերծել Իրանի դեմ եւ դրան ներքաշել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն հասկանում է սա եւ ամեն կերպ խուսափում է դրանից։ Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ, 2-3 ամիս առաջ Սպիտակ տանը մի այսպիսի հանդիպում եղավ Նեթանյահուի եւ Դոնալդ Թրամփի միջեւ եւ հենց դրագրողների մոտ մամուլի ասելիսի ժամանակ Թրամփն ասաց, որ Իրանը շարունակում է հզոր երկիր մնալ եւ նույնիսկ Թրամփը, որը ամենաիսրայելամետ նախագահներից է համարվում ԱՄՆ պատմության, հասկանում է Նեթանյահուի այս խաղը եւ փորձում է այնպես անել, որ չներքաշվի պատերազմի մեջ։ Իսրայելը, որովհետև ամեն ինչ անում է, որ Իրանի հետ նոր պատերազմ լինի, բայց Իսրայելի համար միայնակ Իրանի դեմ պատերազմելը շատ լուրջ ռիսկեր է պարունակում։ Նրան պետք է, որ այդ պատերազմի մեջ ներքաշվի նաև ԱՄՆ-ն։
ԱՄՆ-ն էլ հասկանում է Իսրայելի խաղը։ Հիմա ինչ վերաբերում է հրթիռներին, նախ այդ հրթիռները երբ որ արձակեցին, եթե հիշում եք, դա հենց առաջ բազմաթիվ հրապարակումներ կան, նույնիսկ բացաձայն են այդ մասին հայտարարել։ Իրանական կողմը նախորոք տեղեկացրել էր ԱՄՆ-ին, որ հարվածելու է Իսրայելին։ Օրով, ժամով, սա ամեն ինչ պարզ էր։ Եվ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան եւ բրիտանական կործանիչները հանվեցին օդ, եւ այդ հրթիռների մեծ մասը հենց օդում խոցվեցին ամերիկյան եւ բրիտանական կործանիչների կողմից, որովհետեւ միայնակ իսրայելական հոպը չէր կարող այդ բոլոր հրթիռների վերացնել, որովհետեւ 95%-ից ավելի վերացվեցին։ Հիմա դա լուրջ ծանրաբեռնվածություն կլինի Իսրայելի հոպի համար, եթե միայնակ դիմակայի այդ հրթիռներին։ Այստեղ շատ կարևոր է ԱՄՆ-ի գործոնը, բայց նաև կարևոր է այն, որ նախապես տեղյակ էր պահել։ Հիմա եթե լինի պատերազմ, իրական պատերազմ, այլևս բնականաբար օրով ժամով տեղյակ չեն պահելու։ Անսպասելիության գործոնն է այստեղ կարևոր դեր խաղալու։ Իհարկե, այդ դեպքում արդեն նաև, ինչպես արդեն նշեցի, եւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար լուրջ ռիսկեր են առաջանալու։ Պարոն Վարդանյան, տարբեր վերլուծություններ կան, որ այս Իրանին տրված 2 ամիսների ընթացքում Ալիևյան ռեժիմը սպասելու է տեսնի ինչպես կզարգանան իրադարձությունները ռազմական սցենարի դեպքում, որպեսզի ավելի լայն հնարավորություններ ստանա Հայաստանից ավելին ստանալու նպատակով։ Հիմա եթե դուք կիսում եք այս կարծիքը, ապա ինչ պետք է անի Հայաստանը այս 2 ամիսների ընթացքում։ Եթե Ալիևյան ռեժիմը գտնվելու է սպասման ռեժիմում, ապա Հայաստանը ինչ գործողություններ պետք է անի, որ հնարավորինս չտուժի հնարավոր բախման դեպքում։ Ես չեմ կիսում այդ Ես այդ վերլուծությունների հետ համաձայն չեմ, որովհետև Ադրբեջանին միայն Իրանը չի զսպում այս տարածաշրջանում, կա նաև Արևմուտքի գործոնը։ Արևմուտքը հստակ բազմիցս ասել է, Ադրբեջանին հստակ մեսիջներ է տվել Հայաստանի դեմ, լայնածավալ պատերազմը կամ Հայաստան ներխուժումը լուրջ վտանգներ է պարունակել։ Ծանր գին է վճարել Ադրբեջանը դրա համար։ Դրա համար 2022 թվականից այս կողմ, երբ որ Prime հայտնի հայտարարությունը եղավ, Ադրբեջանը լուրջ գործողություններ, սահմանին բախումներ չեն եղել, 1-2 փոքրիկ միջադեպեր են եղել եւ վերջ։ Բայց դա պայմանավորում են եվրոպացի դիտորդների ներկայությամբ։ Դե եվրոպացի դիտորդները իրենք իրենցով ուժ չեն, այնց չի որ զենքով կամ ինչով եկել են, այդ եվրոպացի դիտորդների հետևում կանգնած է Արևմուտքը։ Նրանց վերլուծությունների հիման վրա Արևմուտքը իր գործողությունները կատարել է։ Այսինքն ուզում եմ ասել, որ միայն Իրանը չէ այստեղ զսպող գործոնը, իհարկե Իրանն էլ որոշ չափով զսպող գործոն է, բայց նա կա նաև Արևմուտքի գործոնը, այնպես որ միայն Իրանի վրա եթե հենվեին, հնարավոր է որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեին նաև Իրանի հետ լեզու գտնել Հայաստանի հարվածելու մասով, հնարավոր է, սա ես չեմ կարող պնդել, բայց ես կարող եմ միանշանակ պնդել, որ այստեղ այս տարածաշրջանում Ադրբեջանի զսպող գործոն է ոչ միայն Իրանը, այլ նաև Արևմուտքը։ Հետաքրքիր է, որ Թուրքիային նշեցիք, վերջին իրադարձությունների ֆոնին շատերը համաձայն չեն, որ Թուրքիան կցանկանա, որպեսզի Ադրբեջանը հարձակում գործի Հայաստանի վրա։ Դուք փաստորեն այլ կարծիք ունեք, դուք համարում եք, որ Հայաստանի դեմ հնարավոր էսկալացիայի հարցում Թուրքիան եւս շահագրգռություն ունի։ Չէ, ես չեմ կարծում, որ Թուրքիան շահագրգռություն ունի Հայաստանի դեմ նոր էսկալացիա, բայց նաև մյուս կողմից էլ Թուրքիան իր հարավ-կովկասյան քաղաքականությունը ամբողջովին համաձայնեցնում է Ադրբեջանի հետ եւ կարելի ասել այս դեպքում ոչ թե շունն է խաղացնում պոչին, այլ հակառակը պոչն է խաղացնում շանը։ Իսկ դա կոնկրետ լուրջ պատճառներ ունի իրականում։ Ադրբեջանը մոտ 20 միլիարդ դոլարի ներդրումներ է արել էներգետիկ ոլորտում Թուրքիայում։ Ադրբեջանական սոկառը շատ լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի վրա։ Ադրբեջանից Թուրքիան էժան էներգակիրներ է գնում եւ այլն, կան այսպիսի բազմաթիվ գործոններ, որոնք որ գառնում են քաղաքականության են վերածվում։ Այնպես որ այո, Թուրքիան հնարավոր է չի ուզում որ այս տարածաշրջանում նոր կոնֆլիկտ, նոր էսկալացիա լինի, բայց ամեն դեպքում վերջ խոսքը այդ հարցում պատկանում է Ադրբեջանին եւ թուրք գործիչները, քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը վերջնական, այսպես ասեմ, բարելավումը կախված է Ադրբեջանից եւ Ադրբեջանում էլ դա շատ լավ գիտեն։ Եթե արևմուտքից չունի այդ նշանը հարձակվելու Հայաստանի վրա կամ թույլտվությունը Ադրբեջանը, այդ դեպքում Ադրբեջանը որքան կկարողանա ձգձգել այս խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որովհետև վերջին երկու կետն էլ համաձայնեցվեց։ Ես թվում է որոշ ռազմական, այսպես բախումներ սահմանին կհրահարեն, ինչ որ
փոքրիկ, այսպես ռազմական բախումներ եւ տարբեր ձև փորձեն տորպեդարեն այդ գործընթացը։ Մինչև երբ հետաքրքիր է, այսինքն ժամկետների առումով իրենք որքան պատրաստ են, որքան են պատրաստ այդպիսի գործելավորություն ունենալ։ Մյուս ճանապարհն այն է, որ կարող են իրենք ուղղակի ասել, որ հրաժարվում են ստորագրել, մինչև Հայաստանը իր սահմանադրությունը չի փոխել։ Սա էլ հաջորդ տարբերակն է, ինչ որ մի ձև կգտնեն եւ կխուսափեն այդ համաձայնագրի ստորագրումից։ Դուք ինչ վերլուծություն ունեք ԱՄՆ պետքարտուղար Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցից, մենք տեսանք, որ կողմերը ընդգծեցին, որ հարավային Կովկասում այո էսկալացիան անթույլատրելի է։ Հիմա եղան փորձագետներ, որոնք հայտարարեցին, որ պետք չէ մեկ զանգով ուրախանալ եւ հույսեր ունենալ, որ ԱՄՆ-ն ակտիվ ներգրավվածություն կունենա այս տարածաշրջանում կամ առավել եւս կցանկանա միջնորդի դեր ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, նաև մենք գիտենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայից ակնկալում են օգնություն հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցում։ Սա էլ արդեն գիտեք, ենթադրելի է, որ կմեկնաբանեն, որ ԱՄՆ-ն պատվիրակում է Թուրքիային այստեղ այդ գործընթացը ավարտին հասցնելը։ Դե ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի միջոցով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրի։ Բայց ես էլի եմ ասում, այս հարցում փորձագիտական դաշտի այսպես կարծիքները երկու մասի են բաժանում։ Շատերի կարծիքով Ադրբեջանն է, ոմանց կարծիքով Թուրքիան ավելի մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, ես հակառակը կարծում եմ Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, քան Թուրքիան Ադրբեջանի վրա։ Ասացի ինչի համար։ Շատ այսպես լուրջ գործիքներ ունի Ալիևը Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու։ Դա մենք տեսել ենք նաև 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ որ Թուրքիան փորձեց Հայաստանի հարաբերությունները կարգավորել, անմիջապես Ադրբեջանը սկսեց իր բոյկոտի քաղաքականությունը։ Թուրքիայի դրոշները հանվեցին երկրից, մի շարք այսպես հաստատությունների վրայից։ Ադրբեջանը սպառնաց, որ այլևս էժան գազ չի լինելու Թուրքիայի համար եւ այլն եւ այլն։ Իրականում շատ լուրջ գործիքներ ունի Ադրբեջանը Թուրքիայի վրա ազդելու։ Այդ թվում նաև Թուրքիայի ներքաղաքական դաշտի վրա ազդելու։ Հիմա Էրդողանի գործընկերը, կոալիցիոն գործընկերը, ազգայնականներն Դևլետ Բաղչելին։ Չափազանց, այսպես ադրբեջանամետ կուսակցություն, Ադրբեջանի շահերը եւ կարծիքները հաշվի առնող կուսակցություն։ Հակառակը չկա։ Թուրքիան Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա ազդելու հնարավորություն չունի։ Իսկ Ադրբեջանը Թուրքիայի վրա ունի։ Այդ թվում նաև Էրդողանի կոալիցիոն գործընկեր այդ Գորժգայլերի կուսակցության վրա իր կուսակցության հետ իր կապերով, նաև ինչու ոչ նաև Էրդողանի հետ իր կապերով։ Այնպես որ այո, ԱՄՆ-ն խնդրել է, որ Թուրքիան ազդի Ադրբեջանի վրա, բայց Թուրքիան այդ հարցում շատ սահմանափակ կարողություններ ունի, բացի դրանից էլ ինչպես իրենք են նշում բազմիցս, Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ վերջնական կարգավորումը կապված եւ կախված է Ադրբեջանից, ինչպես Ադրբեջանը որոշի, այնպես էլ իրենք կանեն։ Իսկ Ադրբեջանը, ինչպես արդեն նշեցի, դուք էլ նշեցիք, հակված չէ, փորձում է տորպեդարել այդ գործընթացը։ Հիմա ԱՄՆ-ի դերակատարությանը կխնդրեմ անդրադառնալ հարցիս առաջին բաղադրիչը, այսինքն ԱՄՆ-ն իսկապես Թրամփյան ԱՄՆ-ն պատրաստ է այստեղ ակտիվ ներգրավվածություն ունենալ։ Այս հարցը մի քիչ բաց է մնում, ես չեմ կարող միանշանակ պնդել, ինձ թվում է ոչ մեկ չի կարող դեռևս միանշանակ պնդել։ Ինչու, որովհետև խնդիրներ կան ռուս-ուկրաինական ճակատում։ Այո, իրենց հիմնական երկու ուղղությունները, իրենց ուշադրությունը ռուս-ուկրաինական կոնֆլիկտն է եւ Մերձավոր Արևելքը, Իսրայել-արաբական աշխարհ կոնֆլիկտ։ Այս տարածաշրջանը դեռևս բարձր թողի միջակում է, ինչ որ առումով ամերիկյան նաեւ ամերիկյան քաղաքականության։ Իհարկե զանգեր, հեռախոսազանգեր, ինչ որ հանդիպումներ լինեն, բայց երրորդական նշանակություն ունի հարավային Կովկասը։ Իրենց համար ռուս-ուկրաինական կոնֆլիկտ, Չինաստանի օրեցօր աճող ազդեցությունը ամբողջ աշխարհում եւ դրա զսպումն է, Մերձավոր Արևելքի կոնֆլիկտը։ Այս հարցում իհարկե իրենք ուզում են որ պատերազմ չլինի, կոնֆլիկտ չունի, բայց ինչքանով կներգրավի ԱՄՆ-ն դեռևս այս հարցը բաց է մնում եւ ես կարծում եմ որ միանշանակ որևէ մեկը չի կարող պնդել։ Դրա համար մենք տեսնում ենք որ Հարավ-Կովկասյան հարցում ինչ որ ընդհանուր հայտարարությունները բանը շատ քիչ են, իրականում իրենց հիմնական հիմա էլ այսքանի օր Սաուդյան Արաբիան տեղի ունենում բանակցություններ Ռուսաստանի հետ, առանձին Ուկրաինայի հետ եւ այլն եւ այլն։ Միգուցե այդ հարցերում, երբ որ Մերձավոր Արևելքում ինչ որ եւ ռուս-ուկրաինական պատերազմ ինչ որ նոր այսպես փոփոխություն ունի, իրենք սկսեն նաեւ այս տարածաշրջանով զբաղվել լրջորեն։
Բայց առայժմ դա չենք նկատում, լրջորեն չեն զբաղվում, առայժմ միայն ինչ որ հայտարարություններ են անում։